Շնորհակալ եմ, պարոն Հայրապետյան, այստեղ ձեր ասացի հետ կապված ես հետևյալ դիտարկում ունեմ, թե որ դեպքում ինչքան եւ այլն, դա սա այնուամենայնիվ նախագիծ է, որը սկսում է շրջանառությունը։ Արժևում կլինեն քննարկումներ, կկոնկրետացնեն, կհղկվի եւ այլն, այսինքն ինչ որ դուք ասցիք, այդ եկեք ընդունենք որպես պայմանական, որովհետեւ կարող է իջնի, կարող է բարձրանա, կարող է ընդլայնվի, կարող է նեղանա, բայց քաղաքական արձանագրումը հետևյալն է. բջջային հեռախոսների շուկան ամենամեծ եւ ամենամեծ ստվերային շուկան է։ Մենք ինչ անում ենք, թռնում ենք վերև, իջնում ենք ցած, ջղայնանում ենք, կատաղում ենք, ներվայնանում ենք, բայց այդ շուկան ուղղակի մեղմ ժպտում է եւ շարունակում է իր գործը։ Եվ աշխարհում այս լուծումները վաղուց կան եւ մենք քաղաքական արձանագրումը այն է, որ ավարտվում է սև բջջային հեռախոսների շուկայի դարաշրջանը եւ Հայաստանի Հանրապետությունում ոչ մի հեռախոս, որը չի հավաստիացվում, որ ներմուծվել է օրինական ճանապարհով, Հայաստանի Հանրապետության տարածքում չի աշխատելու, այսինքն դրանով մաքսիմալ կարելի է պոպոկ կոտրել, բայց որպես հեռախոս օգտագործելու հնարավորություն չի լինելու եւ սա արդարացված է, ընդ որում մենք այս քննարկումները մենք սկսել ենք ինչքան մի տարի ու կես առաջ եւ շատ մանրամասն քննարկել ենք եւ ակնհայտ է, որ մենք այս լուծումներին պետքա գնանք, որովհետեւ իհարկե սա չի նշանակում, որ մենք վերահսկողական մեր գործառույթները, այդ թվում կոշտ գործառույթները, որոնք իրականացնում ենք, չպետք է իրականացնենք, բայց ակնհայտ է, որ այդտեղ սենց ռադիկալ եւ ստանդարտացված եւ քաղաքակիրթ լուծումներ են պետք։ Հիմնական խնդիրը հետեւյալն է. բջջային հեռախոսը միացվեց, մինչեւ ինքը չի հավաստիացում, որ ինքը օրինական ճանապարհով է ներմուծվել Հայաստանի Հանրապետություն կամ առնվազն եթե այսինքն պետության հետ հարաբերություններում ինքը չի արձանագրել, չի հայտնվում կանաչ գոտում, այդ հեռախոսը Հայաստանի Հանրապետությունում պետքա չաշխատի։ Հիմա անհատների պարագայում եւ այլն, ովքեր սա պարզա այս որոշման թիրախը առաջին հերթին բիզնեսնա շուկան է եւ անհատների դեպքում կարծում եմ, որ որևէ լարվածություն առաջանալու կարիք չկա, որովհետեւ կլինի կարգավորում, որ անհատական օգտագործման համար մարդիկ կարող են կսահմանենք այդ ինչքան է այդ թիվը տարին մի հեռախոս է, թե 2 տարին մի հեռախոս է ամեն անհատի պարագայում, իրանք կարող են ներմուծել, այսինքն դրանք կկարգավորվի, բայց արդեն չէ, ես նկատի ունեմ նախագիծ է, խորհրդարանի գործընկերների հետ էլ այսօր առավոտ էլ առցանց ռեժիմում քննարկում ունեցանք, որ նաև ոլորտի գործընկերները կհրավիրվեն, դա մեր քննարկումների հարթակում կդրվի քննարկման, լսումներ կլինեն եւ այլն, այսինքն որպեսզի որևէ մեկը մեկուսացած չզգա իրան այս որոշումների կայացումից։ Այսինքն հնարավոր է փաստարկներ հնչեն, կարծիքներ հնչեն, նյուանսներ լինեն, որ մենք լավ չենք պատկերացնում, պետք է ավելի լավ այդ ամեն ինչը կքննարկենք եւ բոլոր հարցերը կլուծենք։ Բայց բնականաբար ոչ մեկը չի կարա գա ասի, որ կարծում եմ սև շուկան ավելի լավ է, քան այն ինչ որ մենք ուզում ենք ստանանք։ Այս հարցը հաստատ չենք քննարկելու եւ չենք քննարկելու նաեւ մտածածին պատճառներով այս որոշման կայացումը հետաձգելու։ Այս խնդիրը դրել եմ հետեւյալ կերպ. 2027 թվականի հունվարի 1-ից պետքա որոշումը ուժի մեջ մտնի եւ պետքա աշխատի։ Հիմա միջև պետքա շաբաթ-կիրակի օրերին էլ քննարկենք, որ ժամանակի բան չունենանք, սահմանափակում չունենանք, բայց որոշումը պետքա կայացվի եւ այս պատմությունը պետքա ավարտվի, որովհետեւ բոլորիս ստեղն է արդեն հասել այդ բանի, բոլորի չգիտեմ, բայց իմ ստեղը հաստատ հասել է այդ բջջային հեռախոսների սև շուկայի դեմ արդյունք կամ հիմնականում անարդյունք պայքարելու այդ տրամաբանություն։ Եվ վերջո պարոն Հայրապետյանը նշեց նաև անհատական տվյալների պաշտպանության, կիբերանվտանգության եւ այլ հարցեր կան, որովհետեւ եկեք չմոռանանք, որ մենք առաջիկայում մենք թվայնացման շատ մեծ process-ներ ենք անցնում եւ առաջիկայում այն թվայնացման հայեցակարգը, որ մենք դրել ենք, սմարթֆոնը մարդու համար գործնականում լինելու ամեն ինչ, վարորդական իրավունք, անձնագիր, բանկային քարտ, բացարձակապես ամեն ինչ եւ մեզ հարկավոր է որ վստահ լինել, որ մեր երկրում գործում են այնպիսի
գործիքներ, այնպիսի սմարթֆոններ, գադջետներ, որոնք այդ բոլոր ստանդարտների մեջ են գործում եւ այդ դեպքում պետությունը նաեւ որոշակի պարտավորություններ պիտի ստանձնի կիբերանվտանգությունը ապահովելու։ Սա էլ շատ կարեւոր մաս է, որովհետեւ սա մենակ այն չի, որ մենք ուղղակի շուկայի པարս ֆիսկալ խնդիր ենք ուզում լուծել։ Մենք այստեղ նաեւ ստանդարտիզացման եւ նաեւ պետության պարտավորությունն ենք արձանագրում մարդկանց անհատական տվյալները, նաեւ կիբերանվտանգության ծառայություններ մատուցելու համար, որովհետեւ այսօր մարդիկ գնալով ավելի այսօր արդեն բանկային փոխանցումներ, գնումներ եւ այլն եւ այլն։ Հիմա այդ ֆունկցիաները շատանալու են, ասում եմ, որովհետեւ թվայնացման ամբողջ տրամաբանությունն է նա, որ մարդ այդ լիքը փաստաթղթեր, գործիքներ, պլաստմասի կտորներ եւ այն որ գրպաններում կամ դրան բանակի մեջ պահում է, X պահից պետք է այդ ամեն ինչը չլինի։ Տանը միտեղ պետք է պահի, իսկ առօրյա օգտագործման համար ամբողջը պետք է տեղավորվի թվային դաշտ։